Քանի որ մենք այնպիսի թոհու բոհի մեջ ենք քաղաքական, որ սոցիալական խնդիրները շատ հաճախ մղվում է երկրորդ պլան, ես մի կարևոր խնդրի մասին եմ ուզում ահազանգել եւ ուզում եմ այդ մասին պաշտոնական պարզաբանում ստանալ պատկան մարմիններից։ Ես չեմ խոսում խայտարակ գնաճի մասին, ես չեմ խոսում, որ մտնում ենք սուպերմարկետներ եւ նայում ենք օրինակ կաթնամթերքը տերյանական հուշիկ քայլերով, օրական 30, 40, 50, 60 դրամ թթվասեր, մածուն, կաթ այսպես թանգանում են։ Ես ուզում եմ շատ ավելի վտանգավոր բանի մասին խոսել։ Լրատվամիջոցները բացահայտեցին, ինչի մասին իդեպ խոսեց հենց ինքը Նիկոլը կառավարության նիստում, որ Իրանից հսկայական տոննաներով, հսկայական քանակությամբ, ուրեմն սերուցք, այդ տարատեսակ տրանս յուղեր են ներկրվում, վտանգավոր, որոնք հետո հայտնի չէ, թե որ կաթնամթերք արտադրող ընկերություններն են օգտագործում իրենց կաթնային արտադրության մեջ պանիր, թթվասեր, մածուն կաթ, դրանք կանցերոգեն են, ինչպես պարզել են տարբեր լրատվամիջոցներ, եւ ես հիմա պահանջում եմ, որ բացահայտվի, թե Իրանից մշտապես ներկրվող այդ սերուցքը, որի որակի վերաբերյալ լրատվամիջոցում լրջագույն բացահայտումներ եղան, որ կաթնամթերք արտադրող ընկերություններն են սպառում, եւ մենք ինչ թույն ենք ուտում թթվասերի, մածունի եւ կաթի հետ, այդ հերիք չի, այդ գներներ ժամ, րոպե բարձրացնում եք։ Նիկոլ, որ կառավարության նիստում խոսեցիր Իրանից ներկրվող այդ տոննաներով սերուցքի մասին, սննդի անվտանգության տեսչություն, այդ որ հսկայական աշխատավարձեր ստանում եք, բա չեք պարզել, այդ սերուցքը Իրանից ներկրվող, այդ տրանս յուղերը, որոնց մեջ կոնցերոգեն, տրանս յուղը ինչ է, կոնցերոգենի հիմքն է ինքը, այդ ճարպակալման, տարատեսակ դիաբետիկ հիվանդությունների հիմքն է, այդ որ ընկերություններն են գնում, եւ ինչի մեջ է դա օգտագործվում, կարող է առնում են այդ սերուցքը, գցում են իրանց ջանին, չէ, պարզա, չէ, դա օգտագործում են սննդամթերքի արտադրության մեջ եւ այդ սննդամթերքները սպառում ենք մենք, որի գինը, ինչպես արդեն ասեցի, տերյանական հուշիկ քայլերով օրական 50, 30, 40, 60 դրամով ավելացնում են։ Այն դեպքում, երբ որ 2026 թվականի բյուջեով նկատենք, որ ոչ նվազագույն աշխատավարձի, ոչ էլ թոշակի բարձրացում նախատեսված չէ, փոխարենը մեր հերոսական падգամավորները, այդ թվում ընդդիմադիր падգամավորները յուրաքանչյուրը ստացավ տարեվերջին 3 միլիոն դրամ պարգևավճար։ Այսքանը հասկանալի է, բայց սիրելի Մայրա, եկեք ընդունենք, եկեք այսպես հմտորեն, սենց չշրջանցենք ընդդիմությանը, այդ 3 միլիոն պարգևավճարը ստացել է նաև ընդդիմությունը եւ վերջ, այստեղ արդեն թեման փակված է։ Ես դրան չեմ հավատում, այսպես։ Դե բնականաբար մարդը, մենք անդադ խոսում ենք Նիկոլից, բայց մենք պետք է հասկանանք մի բան, որ Նիկոլը ասում է, ես եկել եմ այս օրակարգով, իմ օրակարգը սա է, կարում եք իմ ձեռքը բռնեք, քանի անգամ ասել, կարում եք դուրս եկեք ինձ հեռացրեք, հիմա մենք շատ քիչ ժամանակ ունենք, Միջև ես հասկանում եմ, որ շատ սիրուն կերպով իմպիչմենտի գործընթացը թաղվեց, առջևում խորհրդարանական ընտրությունն է, բայց մենք ինչ ենք տեսնում, ինչ է անում ընդդիմությունը, աու, ընդդիմադիրներին չեք անում, կալկուլյատորը բռնած հաշվում եք, թե Նիկոլի խորհրդարանում, որ այդքանի մանդատ եք ունենալու, դա ազնիվ չի,
դա ազնիվ չի, որովհետև եթե այս իշխանությունը նորից վերարտադրվում է, ապա Հայաստանի երրորդ հանրապետությունը վերացվում է, փոխվում է սահմանադրությունը, ունենալու ենք Նիկոլի հռչակած Հայաստանի 4-րդ հանրապետություն, որի թողելու են մենակ անունը լինի Հայաստան կամ ասելու են հայատար գրեք Էրմինիստան։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։